Ինչպես գիտենք, ինչպես մենք անցյալ հաղորդման ժամանակ խոսեցինք, տեստոստերոնի արտադրությունը խիստ կերպով կապված է, այսինքն ձվի կամ ձվարանի աշխատանքը խիստ կերպով կապված է մեր մնացած ներզատիչ գեղձերից եւ հատկապես ինսուլինի քանակից։ Ինչպես տեստոստերոնն է անաբոլիկ, այսինքն նյութափոխանակության վրա խթանող ազդեցություն ունի, նույն ձևով ինսուլինը ունի խթանող ազդեցություն, չէ՞ որ նա յուրացրեց, վառեց եւ այլն։ Հիմա, երբ որ մենք ինսուլինի ազդեցության կամ նրա քանակի հետ ունենք պրոբլեմ, մենք նույն պրոբլեմը աստիճանաբար ունենք ձվի վրա։ Տեստոստերոնի քանակը աստիճանաբար սկսում է իջնել, որտեղ նախ կենտրոնական ռեգուլյացիան։ Դրա հետ կապված սեռական ցանկությունը իջավ, քանի որ կենտրոնական ռեգուլյացիան խախտված է։ Սերմը տղամարդու մոտ ձվի կողմից արտադրվող արդեն լիարժեք չէ եւ նրա մեջ գտնվող սպերմատոզոիդները, սերմնաբջիջները, այսպես ասած, չէ, որոնք պետք է ապահովեն վաղը բեղմնավորում ձվաբջիջի հետ, նրանք արդեն լիարժեք չեն, քանի որ խախտվել էր ոչ միայն գլյուկոզայի ճարպերի, այլ նաեւ սպիտակուցների ախտահանումը, ստեղծված սերմնաբջիջները իրենց միջուկում գտնվող գենը ապահովող, այսպես մենք ինչպես ասում ենք, բջիջի միջուկը դենթեն, հա, այդ դա անդրադառնում է նրանց վրա եւ սպերմատոզոիդները իրենք էլ արդեն լիարժեք չեն։